2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է 5 տարի։ 9 կետից բաղկացած փաստաթուղթն այժմ դիվանագիտական արխիվում է, ուժը կորցրած ու քաղաքականապես անգործունյա։ Մինչդեռ 5 տարի առաջ փորձագետների պնդմամբ փաստաթուղթը պատերազմը կանգնեցնելու միակ տարբերակն էր։ Այս փաստաթուղթը ամբողջությամբ բացասական ըստ էության գործողություններ է գեներացրել որպես այդպիսին, որովհետև կողմերը բացառությամբ Հայաստանի հակված չեն եղել այս փաստաթղթի տրամաբանությանը հետևել։ Նոյեմբերի 9-ից 5 տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը ամերիկյան միջնորդությամբ ունեն խաղաղությանը միտված փաստաթուղթ, որը փորձագետի խոսքով հակառակ փիլիսոփայությունն ունի։ Քաղաքագետը կետ առ կետ վերլուծում է երկու փաստաթղթերն ու եզրահանգում։ Ռուսական միջնորդությամբ ստորագրված հայտարարությունը կոնֆլիկտի շարունակականությունն էր երաշխավորում, մինչդեռ օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան փաստաթուղթը միտված է երկարատև խաղաղությանը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խաղաղության բառ առհասարակ գոյություն չունի, ի տարբերություն օգոստոսի 8-ի փաստաթղթի, որտեղ խաղաղություն բառը խաղաղության ամրապնդում, շարունակականություն եւ այլն մի քանի անգամ հիշատակվում է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գոյություն չունի ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն եւ իրավազորություն ձևակերպումները չկան առհասարակ, ինչը կա օգոստոսի 8-ի փաստաթղթում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա Ալմաթայի հռչակագրի հիշատակում, ինչը կա օգոստոսի 8-ի փաստաթղթում։ Հետևաբար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այս հանգամանքները հաշվի առնելով թույլ է տալիս եզրահանգել, որ սա կոնֆլիկտի կառավարման ուղղված փաստաթուղթ է։ Կոնֆլիկտը, որը նոյեմբերի 9-ից հետո Մոսկվայի թողտվությամբ պարբերաբար հրահրում էր Ադրբեջանը, նախ փակելով Լաչինի միջանցքը, հայաթափելով Ղարաբաղն ու հարձակվելով Հայաստանի սուվերեն տարածքի վրա, որ ինքնիշխանությունը փաստաթուղթը չէր երաշխավորում, շարունակում են մասնագետները։ Ամբողջ տրամաբանությունը այդպիսին էր՝ խախտել նախորդ կետերը, բորբոքել Հայաստանում կրկին նոր, այսպես ասենք, հրահրել, այսպես ասենք, տրամադրություններ նոր պատերազմ սկսելու եւ մենք տեսել ենք, չէ, ներքին լսարանից, արտաքին հրահարումներ, որ պետք է գնալ, ազատել եւ այլն, մենք թողնում ենք այնտեղ մեր եղբայրներին, դա ինչ է, դա փորձում էին կոնֆլիկտը նորից բորբոքել, որ այս 9-րդ կետը կատարածվի։ Բայց մենք ողջախոհ գտնվեցինք եւ չտրվեցինք այդ սադրանքներին։ Փաստաթղթի վերջին 9-րդ կետով ամրագրվում էր Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի դրույթը, սա թերևս ամենից հաճախն էին մեջբերում ռուսներն ու ադրբեջանցիները։ Ապա շրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը քաղաքացիների տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչնդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները։ Այսպիսով ռուսական միջնորդության փաստաթղթի մեջ ապաշրջափակման սկզբունքների մասին խոսք անգամ չկար, ինչն էլ թե ադրբեջանական, թե ռուսական պաշտոնական ու քարոզչական շրջանակներին թույլ էր տալիս ընդդեմ Հայաստանի շրջանառել արտատարածքային միջանցք խոսույթը։ Ինչու Ռուսաստանը փաստացի չկատարեց այն պարտավորությունները, որոնք վերցրել իր վրա։ Օբյեկտիվ գործոնները կապված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ, կապված են Ռուսաստանի կողմից անկարողության հետ որոշ դեպքերում իրենց վրա վերցրած պարտավորությունները կատարելու։ Սուբյեկտիվ գործոնները կոնկրետ Ռուսաստանի շահի հետ, Ռուսաստանի սպասումների հետ, որոնք փաստացի իրականություն չդարձան, կարելի է մեկի մասին այդպես հստակորեն նշել, խոսքը այսպես կոչված Անգեզուրի միջանցքի մասին է, որի մասին այսօր էլ են խոսում, ընդհանրապես օրեր առաջ Շոյգուն խոսեց այն մասին, թե Անգեզուրի միջանցք է լինելու, ինչը ռուսները շատ կցանկանային, որպեսզի իրականություն դառնալ եւ իրենք այդտեղ լինեին եւ դրա հետ կապված նույնիսկ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը սկսել է Հայաստանին առաջարկ էին ուղարկել գալ կանգնել այդ ճանապարհին եւ այդ ճանապարհը փաստացի դուրս բերել Հայաստանի ենթակայության տակից լավ է որ Հայաստանը կարողացավ այդ մարտահրավերին դիմակայել 9-րդ կետում չկա պետությունների տարածքային ամբողջականություն, իրավազորություն եւ ինքնիշխանություն ձևակերպումը ի տարբերություն Վաշինգտոնյան համաձայնագրի 3-րդ կետի, որը գրեթե նույն հարցին է վերաբերում, այսինքն հաղորդուղիներին, որը առաջին պարբերության մեջ հենց նշված է, որ այս հաղորդուղիները պետք է բացվեն հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա։ Եվ բացառապես նաեւ նշվում է Հայաստանի Հանրապետության տարածք
հասկացությունը, այսինքն այդ ճանապարհ, այդ հաղորդուղիները, որոնք անցնել են Հայաստանով, արդեն իսկ ապրիորի ընդունվում է, որ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է եւ կասկածի տակ չեն առնում մեր տարածքային ամբողջականությունը։ Մասնագետները համեմատելով փաստաթղթերը մատնանշում են, որ Վաշինգտոնյան հռչակագիրը երաշխավորում է ճանապարհների ապաշրջափակման փոխադարձության սկզբունքը։ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարեւորությունը հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Գլխավոր տարբերությունն այն է, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը համահավասար կողմերի միջև համաձայնագիր է եւ զարմանալի չէ, որ այդ համաձայնագիրը ուղեկցվում է նաեւ երկկողմ համաձայնագրերով Հայաստան Միացյալ Նահանգներ եւ Ադրբեջան Միացյալ Նահանգներ, ինչը կոչված է այդ համահավասարությունը որոշակի առումով ապահովելու եւ հետագա զարգացման հնարավորություններ ստեղծելու։ Ի տարբերություն նոյեմբերի 9-ի համաձայնագրի, որտեղ որ ակնհայտորեն կար կողմ, որը հաղթանակ էր տալ եւ կար կողմ, որը պարտավորություններ էր վերցնում իր վրա։ Ինչպես է Հայաստանին հաջողվել գործող ստատուս քվոյի պայմաններում հասնել պայմանավորվածության, որն առաջին հերթին բխում է մեր շահերից, փորձագետների խոսքով այդ անցումը եղել է բարդ ու փորձություններով լի։ Այդ անցումը եղել է տառապալից եւ Հայաստանի եւ իշխանությունները եւ ժողովուրդը բավական թանկ գին են վճարել այդ անցումը կատարելու համար, բայց փառք Աստծո, որ մենք կարողացել ենք այդ անցումը իրականացնել, մենք կարողացել ենք ստանալ այս պահին մի իրավիճակ, որի դեպքում որ այն ինչ նոյեմբերի 9-ով նախատեսված էր եւ ինչը պետք է Ռուսաստանի համար հնարավորություն ստեղծեր փաստացի Ուկրաինայի տարբերակով օկուպացիայի ենթարկելու մեր տարածաշրջանը, ընդ որում այդ օկուպացիան մեծ հավանականությամբ ընդգրկելու էր բոլոր 3 երկրները, ոչ միայն Հայաստանը կամ ոչ միայն Ադրբեջանը, փաստացի ստացվել է, որ դրանից մենք խուսափել ենք։ Քաղաքական դաշտում հաճախակի են դարձել նոյեմբերի 9-ի հայտարարությունից առհասարակ հրաժարվելու մասին քննարկումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ էր հայտարարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին վերադառնալն իմաստ չունի, քանի որ այդ փաստաթուղթն անցյալում է մնացել։ Մասնագետները միակարծիք են, օբյեկտիվ հիմքերը, որ գոյություն ունեին համաձայնությունը ստորագրելու պահին, այլևս չկան։ Եթե ինչ-որ փաստաթուղթ գործնականում չի ռեալիզանում, չի իրացվում, ինքը արդեն դադարում է որպես այդպիսին կարևորություն ունենալուց եւ ֆորմալ տեսանկյունից է, այսպես ասենք, հնարավոր է փաստաթուղթը չեղարկել կամ չեղարկել։ Բնականաբար այսօր այդպիսի անհրաժեշտություն չկա, որովհետև եթե նախորդ կրկնում եմ կետերը ամբողջությամբ խախտված են, այս վերջինը այլևս հնարավոր չէ, առավել եւս երբ կա արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Գործնականում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ամբողջությամբ ձախողված է, անկախ հանգամանքից, որ առանձին շրջանակներ չեն հաշտվում իրողության հետ, ամփոփում է քաղաքագետը։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան եւ Գևորգ Նահապետյան, Կիրակնորյա լուրեր։